Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններ։ Շինաշխատանքներու բادرվագով ոչնչացված է Արցախի Քաշաթաղի շրջանի Այքեկ գյուղի շիական մզգիթը։ 32 թե 44 կիլոմետր է Արաքսի ափամերձ մեր ինքնիշխան տարածքին երկարությունը։ Երբ Տագավին Արցախ էինք, կնշեին, թե թշնամին ազատամարտով անցած արցախցիներու համար գալանավայրեր կկառուցե։ Ազերտաճը Հայաստանի մայրաքաղաքը գոչած է Երևան։ Թուրքական ռեժիմը մերժած է փողոցը հայ բժշկի անունով անվանագոչելու նախաձեռնությունը։ Թուրքական մեջլիսին մեջ ակտամարի փոխարեն պաշտոնապես ախտամար ցևը կործածելու առաջարկ մհնչած է։ Ֆրանկոֆես ֆրանսիական ժամանակակից քրագանությունը հայրենով։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը կկազմակերպի Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության պաշտոնական արարողությունը, որտեղի պիտի ունենա նոյեմբեր 22-ին ժամը 11:30 մինչև ժամը 4-ը։ Ազգային ժողովը սիրով կհրավիրի բոլոր պատվիրակները եւ հյուրերը մասնակցելու ընտրության նախաբես լրացնելով Western Armenia պաշտոնական գայքին մեջ նշված հայտարարումը։ Արցախի մշակութային ժառանգության մարդու իրավունքներու պաշտպան Հովիկ Աբանեսովը կզգուշացնե, որ բռնազավթված Արցախի մեջ Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար մշակութային ցեղասպանություն կգործեն։ Նախ թիրախը միայն հայկական ժառանգությունն էր, սակայն այժմ նույն վտանգը կսպառնա նաև իսլամական հուշարձաններուն։ Վերջին օրինակն է Այքեկ գյուղի շիական մզգիթը, որ հիմնահատակ ոչնչացված է շինարարական աշխատանքներու բادرվագով։ Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Ռաֆիկ Օրտոշյան ներկայացուցած է փաստեր, որոնք անուրանալի կերպով կհաստատեն պետական մագարտակով իրականացվող ոչնչացման քաղաքականությունը։ 2020 թվականի պատերազմին նման գործողություններ կատարված էին նաև Շուշիի մեջ, ուր Քոհար աղայի վերին մզգիթը հրթիռագործված էր։ Այս բոլոր փաստերը կվկայեն, որ Ադրբեջանի պետական համագարկը չի գործել ժառանգությունը պահպանելու, այլ զայն հետևողական եւ գազམ་ակերպված կերպով ոչնչացնելու ուղղությամբ, խախտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՀԱԿ-ի կոնվենցիայի դրույթները։ Մշակութային ժառանգության ոչնչացումը սպառնալիք է համաշխարհային քաղաքակրթության եւ միջազգային հանրությունը բարդավոր է անհաբաղ արձագանքել։ Ղարաբաղությունը արդեն հայտնած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններու ճշգրտման աշխատանքները պիտի կատարվին Սյունիքի մեջ, որմե յետք մտահոգություններ առաջացած են Մեղրու արևելյան հատվածի անվտանգության եւ տարածքային ամբողջականության շուրջ։ Հարց կձակի. եթե սահմանները շատոն ճշտված են, ինչ հիմքով զիջված են որոշ հատվածներ, ինչու պետք է գրգին սահմանակցում իրականացվի եւ արդյոք այդ քայլը չսպասարկեր ազերի թրքական նոր տարածքային պահանջներ։ Այս բոլոր հանգամանքները կխորացնեն տարածքային գասկացները եւ կպահանջեն իշխանություններ հստակ բացատրություն, ինչ նպատակով եւ ինչ սկզբունքով կկատարվի արդահերթ սահմանազատումը։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կնշե, որ այս բոլոր հարցերը ցույց կտան, որ այսպես կոչված սահմանազատումը չի համապատասխաներ միջազգային իրավունքին, քանի որ Երևանի դեֆակտո Հայաստան իշխանությունները լեգիտիմություն չունին բանակցելու Հայաստանի, օրինական Հայաստան եւ Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ հիմնվելով Սևրի դաշնակցի 93-րդ հոդվածին վրա։ Այս կեղծ սահմանազատումը իրավական ուժ չունի 1905-1920 թվականներուն բնիկ հայ բնակչության գոտորածներեն սկսյալ, ինչպես նաև 2020-ին Արցախի մեջ հայերու էթնիկ զտումներեն ի վեր։ Սահմաններ չեն կրնարկցվել ցեղասպանություն իրականացնելով բնիկ հայ բնակչության նկատմամբ, անկախ թե այդ արարքը դեղի կունենա Արևմտյան Հայաստանի թե բռնագրաված Արցախի մեջ։ Օրը 1000 անգամ երանի գուտամ Արցախի մեր ապրած կյանքին։ Արցախի մեջ երբևէ չենք տեսած իշխանականներու սատրանքներ եկեղեցիի կամ հոգևորականներու դեմ։ Այնտեղ գար հավատք հույս Աստուծո դան ծառաներուն հանդեպ։ Երբ Արցախ կգտնվեինք, կպատմեին, թե անօրինական թշնամին ազատամարտ անցած արցախցիներու համար գալանավայրեր կկառուցե։ Մեր հարգադիր դեղափոխութենեն ի վեր ականադես դարձանք ամենօրյա դեղի անդեղի ցերպակալություններու, որոնց սկիզբն ու վերջը չեն երևիր։ Արցախը սրբավայր մներ, ուր երբեք չէին սահմանափակեր մեր ազատությունը, չէին արգելեր ազգային արժեքներու, մեր հինավուրց պատմության, հայրենիքին, հայրենասիրության, մեր հոգևոր հուշարձաններուն մասին խոսիլ։ Ադրբեջանի պետական տեղեկատվական գործակալությունը սկսած է Հայաստանի մայրաքաղաքը գոչել ոչ պաշտոնական ցևով Երևան, որ հարմարցված է ազերիական դարադարձության։ Այս սատրիչ վերանվանումը կդիտվի որպես Բաքվի դժգոհության արդահայտություն եւ կարող է ընկալվել որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված աստանշան։ Օրդու քաղաքի հայտնի բժիշկ Տիգրան Թորաման եւ թեղագործ Արտեմ Թորաման իրենց ամբողջ կյանքը նվիրած մարդոց բուժումին այսօր ալ կհիշվին սիրով եւ երախտագիտությամբ։
Անոնք անվճար բուժած են ոչ միայն Օրդվի, այլ նաև շրջագայքի հազարավոր բնակիչներ։ Սակայն անոնց մահեն 3 տարի անց տեղական իշխանությունները կմերժեն իրենց անուններով գոչել այն փողոցը, ուր կգտնվի անոնց 150-ամյա հայրական տունը։ Թորաման եղբայրները ցեղասպանության են փրկված ընտանիքի ժառանգներ, ամբողջ կյանքի ընթացքին մնացին իրենց ընտանիքավայրեն ներս եւ ամուր գաբեր հաստատեցին քաղաքի բազմամշակութային հասարակության հետ։ Սակայն վերջին տարիներուն անոնք հանդիպեցան նաև անհիմն բանջարներու, սեփականության նկատմամբ ոտնձգություններու եւ ժխտողական քաղաքականության հետևանքներու։ Փողոցի անվանակոչման թիմումները բազմիցս մերժվեցան։ Օրդվի հայկական եւ հունական մշակութային շերտերը կշարունակեն մտակնել։ Պատմական տաղամասերը չեն պահպանվիր, իսկ հայկական ներկայության հետքերը դարիներ շարունակ կչնչվին։ Ահա այսպիսի պայմաններու մեջ առավել եւս ցավալի է, որ քաղաքին բժշկական եւ մարդկային պատմության մեջ առանձնահատուկ տեղ գրավող թորաման եղբայրները չեն արժանանար նվազագույն իրենց անունով փողոցիմը։ Դեմ քրդամետ կուսակցության ներկայացուցիչը Վանի պատգամավոր Քյուլջան Քաչմաս Սայղիդ թրքական ազգային մեծ ժողովի քննարկումներուն ժամանակ Մեջլիսի ամբիոնեն պահանջած է, որ Վանի Ախտամար գլզին պաշտոնական Ախտամար անվան փոխարեն գոչվի իր իսկական հայկական անունով Ախտամար։ Աղբյուրի համաձայն Վանի գին պատգամավորը մասնավորապես նշած է. Անցյալ օր ականատես եղանք, թե ինչպես Նուսայբինի ասորական գյուղերեն մեկը վերակդավ իր իրական Արփո անունը։ Մեր կարծիքով այդ քայլը շատ գեղեցիկ եւ ըստ էության ուշացած որոշումն էր, սակայն նմանատիպ դեռ բազմաթիվ օրինակներ ունենք։ Երրորդ անգամ ԱԿՊԱ բանկի գլխավոր հովանավորությամբ Երևան կտեղափոխվի ֆրանսական շունչը Ֆրանկոֆեստը։ Ֆրանսական գիրքերու եւ արվեստի փառատոնին այս տարի ընթերցողներուն հայերեն թարգմանությամբ ներկայացվեցան 4 նոր գիրքեր։ Մեր գլխավոր նպատակն է թարգմանել եւ Հայաստանի մեջ ներկայացնել ֆրանսալեզու ժամանակակից գրականությունը, անոր մեջ ներգրավելով ֆրանսերեն իմացող ուսանողներ, դասախոսներ եւ դարբեր լսարաններ։ Ուրախ ենք, որ բանկը արդեն երրորդ տարին անընդմեջ Ֆրանկոֆեստի գլխավոր գործընկերն է։ Կգնահատենք ԱԿՊԱ-ի հանձնարարությունը աջակցելու ժամանակակից ֆրանկոֆոն եւ որակյալ բովանդակության ստեղծման նշած է Արտակ Ալեքսանյան։ Այս փառատոնը, որ կներկայացնե ֆրանսական գրականությունը, նոր հնարավորություն կստեղծի ֆրանսացի գրողներուն համար։ Սա իմ առաջին գիրքն է Հայաստանի մեջ եւ ես բավական անհանգիստ եմ տեսնելու թե մարդիկ ինչպես պիտի ընդունին զայն։ Հայ-ֆրանսական գաբերը ավելի քան 1 դարու պատմություն ունին եւ գրականությունը այդ համագործակցության մեկ մասը կկազմի, նշած է գրող եւ փիլիսոփա Պասկալ Բրուկներ։ Այս տարի առաջին անգամ Հայաստանը 49 երկիրներու գողքին ներկայացուց կոնկուր մրցանակագրի իր տեխնազուն։ Ազգային ժյուրիի ընտրությամբ կոնկուրի հայաստանյան հաղթող ջանցված է Կայլ Ֆայի Ժակարանտա վեբը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։